Ողջույն բոլորին և բարի գալուստ մերալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, ծայրահեղլարված, էմոցիոնալ, հոգեբանական ծանրագույն շերտերով և պարզապես ճակատագրական զարգացումներով լի վերլուծական և կանխատեսող թողարկումը։ Իրադարձություններն այնպիսի խճճված ու անկանխատեսելի ընթացք են ստացել, որ հերոսների կյանքում վայրկյան անգամ հանգիստ չկա, իսկ թյուրիմացություններն ու ինտրիգները հասնում են պայթյունավտանգ գագաթնակետի։ Ինչպես և պայմանավորվել էինք, այսօրվա մեր վերլուծությունը կներկայացնենք մեկ ամբողջական, չընդհատվող, էմոցիոնալ հոսքով, որպեսզի դուք կարողանաք լիովին ընկղմվել այս դրամատիկ պատմության մեջ, որն անպայման ձեզնից կպահանջի մի քանի րոպեի լիակատար ուշադրություն։ Ամեն ինչ սկսվում է նվերի հիվանդագին վերահսկողության կորստից։ Չկարողանալով համակերպվել այն մտքի հետ, որ Սեդան դուրս է պրծել իր ճանկերից, նա զանգահարում է Մանեին, փորձելով վերջնականապես ճշտել, թե արդյոք Սեդան և նրան ուղեկցող Հարութն իսկապես լքել են երկիրը։ Մանեն, ով այս խաղում միշտ փորձում է իր օգուտը քաղել, շատ խելացի և անուղղակի հարված է հասցնում նվերին։ Նա պատասխանում է, որ նվերն այն ազդեցիկ շրջապատն ու լծակներն ունի, ով կարող է վայրկյանների ընթացքում ինքնուրույն պարզել սահմանահատումների մասին ինֆորմացիան։ Այս խոսքերից նվերը վերջնականապես սթափվում է և հասկանում, որ դա դառը իրականություն է։ Սեդան իրոք անհասանելի է դարձել։ Մինչ նվերը խելագարվում է Սեդայի բացակայությունից, Մինասի տանը իսկական հոգեբանական դժոխք է ապրում Սյուզին։ Արդեն քանի օր է Էլենն անհետացել է, և նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չկա։ Սյուզին սկզբում վստահ էր, որ քույրն իր կործանարար որոշման համաձայն գնացել է նվերի մոտ, սակայն շատ արագ գիտակցում է սարսափելի ճշմարտությունը։ Նվերին Էլենը բացարձակապես հետաքրքիր չէ։ Նա ապրում ու շնչում է միայն Սեդայով։ Եվ հենց այստեղ է սկսվում նվերի ամենաստոր մարդկային ճակատագրերի հետ խաղացող առևտուրը։ Իմանալով, որ Սյուզին խելագարվում է քրոջ համար, նվերը դաժան առաջարկ է անում փոխանակել ինֆորմացիան։ Նա պահանջում է Սեդայի գտնվելու վայրը, խոստանալով դրա դիմաց ասել, թե որտեղ է Էլենը։ Սյուզին, փորձելով պահպանել հավատարմությունը Մինասի ընտանիքին, սկզբում մերժում է այս զզվելի գործարքը, սակայն մայրական և քրոջ բնազդն ի վերջո հաղթում է։ Հաջորդ օրը, կոտրված ու ծայրահեղ հուսահատված, Սյուզին ինքն է զանգահարում նվերին և լացակումած աղաչում ասել Էլենի տեղը։ Բայց նվերը ցուցադրում է իր դիվային էության գագաթնակետը։ Նա արհամարհում է Սյուզիի աղերսանքը, սառնասրտորեն հայտնելով, որ արդեն ինքնուրույն գտել է Սեդայի տեղը և Սյուզիի ծառայություններն այլևս պետք չեն։ Սյուզին հայտնվում է կատարյալ փլուզման մեջ։ Նա չգիտի, արդյոք Էլենը ողջ է, արդյոք պահվում է նվերի կողմից որպես պատանդ, թե հայտնվել է մեկ այլ վտանգավոր ծուղակում։ Իսկ մինչ Երևանում բոլորը խեղդվում են դավադրությունների, շանտաժների ու կորուստների ճահճում, անապայում իրադարձությունները զարգանում են բոլորովին այլ, անսպասելիորեն ջերմ հունով։ Սեդան վերջապես հանդիպում է իր անցյալի ուրվականին, մոր երկրորդ ամուսնու որդուն։ Ի զարմանս Սեդայի, հանդիպումն անցնում է չափազանց մտերմիկ ու անկեղծ մթնոլորտում։ Այդ երիտասարդը բացում է Սեդայի մոր կյանքի այն էջերը, որոնք միշտ փակ են եղել։ Նա հետաքրքիր, հուզիչ մանրամասներ է պատմում այն կնոջ մասին, ով լքել էր իր հարազատ արյունը, բայց մեծ սիրով մեծացրել էր օտարի երեխային։ Այս խոսակցությունը Սեդայի հոգում առաջացնում է հակասական զգացմունքների մի իսկական փոթորիկ՝ կարոտ, վիրավորանք և հասկանալու ցանկություն։ Բայց անապայի խաղաղությունը երկար չի տևում։ Այս պատմության ամենաանկանխատեսելի շրջադարձն այն է, թե ինչպես է Հարութը հայտնվում այնտեղ։ Պարզվում է, Հարութը Սեդայի տեղն իմացել էր ոչ այլ ումից, քան Մանեից։ Թե ինչու Մանեն որոշեց տրամադրել այս ինֆորմացիան, կարելի է միայն ենթադրել։
Հասնելով անապա, Հարութն իր տեղի ծանոթի միջոցով ակնթարթորեն պարզում է Սեդայի հյուրանոցի հասցեն ու համարը։ Նրա սիրտը թրթռում է կարոտից, երբ նա մոտենում է այդ դռանը, սակայն այնինչ տեսնում է Հարութը հաջորդ վայրկյանին, կտոր-կտոր է անում նրա հոգին։ Նա տեսնում է, թե ինչպես է Սեդան ժպտերես, ձեռքին գեղեցիկ ծաղկեփունջ մոտենում իր համարին մի անծանոթ երիտասարդ տղայի ուղեկցությամբ։ Հարութը քարանում է։ Նրա գլխում անմիջապես ծնվում են ամենասարսափելի կասկածները։ Նա չի հավատում իր աչքերին, մտածելով, թե Սեդան իրականում արդեն նոր կյանք է սկսել եւ հանդիպում է ուրիշի հետ, մինչ ինքը վտանգում էր ամեն ինչ հանում նրա։ Բայց մենք հեռուստադիտողներս գիտենք այն դառը ճշմարտությունը, որը Հարութը չգիտի։ Այդ տղան ընդամենը Սեդայի խորթ եղբայրն է, ով պարզապես քաղաքավարությունից եւ հյուրընկալությունից դրդված ուղեկցել է Սեդային մինչև հյուրանոց եւ որպես հարգանքի նշան ծաղիկներ է նվիրել։ Ահա եւ գալիս է ամենալարված պահը եւ մեր կանխատեսումն այս իրավիճակի համար հետեւյալն է։ Արդյոք Հարութը, ենթարկվելով խանդի ու հիասթափության առաջին ազդակին, աննկատ կշրջվի ու հուսահատված կհեռանա, թույլ տալով, որ այս թյուրիմացությունը վերջնականապես կործանի իրենց սերը։ Թե նրա տաքարյուն բնավորությունը կստիպի նրան մոտենալ, անել սկանդալ եւ այդպիսով բարեբախտաբար բացահայտել ճշմարտությունը, իմանալով տղայի ով լինելը։ Ես հակված եմ մտածելու, որ Հարութը սկզբում կնահանջի, ապրելով խորը ցավ, բայց ի վերջո նրանց ճանապարհները կխաչվեն հենց հյուրանոցի նախասրահում, որտեղ ամեն ինչ իր տեղը կընկնի։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ, Հարութը կմոտենա Սեդային, թե կհավատա իր տեսած կեղծ պատկերին եւ կհեռանա։ Եվ ուր է իրականում անհետացել Էլենը։ Անպայման գրեք ձեր վերլուծություններն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Ես մեծ սիրով կկարդամ եւ կքննարկեմ դրանք ձեզ հետ։ Չմոռանաք հավանել այս տեսանյութն ու բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միշտ առաջինը տեղեկանաք ամենաթեժ զարգացումներին։ Շնորհակալություն դիտելու համար։